when I make a phone call to Geico, Էրնեստո Բրավոն ցույց է տալիս այն էլեկտրոնային նամակը, որը ստացել է Geico ապահովագրական ընկերությունից իր դիմումինի պատասխան։ Ծագումով ոչ հայ, բայց հայու հետ ամուսնացած ու Շուշիի Ղազանչեցոցում առաքելական հավատքով մկրտված Էրնեստոն նահանգներում միշտ հայկական պայքարի առաջին գծում է։ manager came to the phone, Զանգահարեցի Geico ու ասացի, որ դադարեցնում եմ իմ ապահովագրական պայմանագիրը Geico-ի հետ, քանի որ հայերի համար շատ զգայուն այս օրերին դուք համագործակցել եք թուրք մերժողականների հետ։ Հեռախոսը փոխանցեցին մենեջերին, որն արդեն գիտեր խնդրի մասին բազմաթիվ այլ զանգերից։ Նա խորապես զղջում էր տեղի ունեցածի համար, ասաց, որ Geico-ի ղեկավարությունը նախատեսում է վերանայել դիրքորոշումը։ Ասացի, որ ինձ դա հավաստիացնող նամակ է պետք եւ մեր զրույցից 15 րոպե անց էլեկտրոնային նամակն ուղարկեցին։ Մեծ թվով ամերիկահայ քաղաքացիներ զանգահարում են Geico եւ դադարեցնում պայմանագիրը։ Այս մասին կարդում էի սոցցանցերում։ Ափսոս, որ Geico-ի ծառայություններից չեմ օգտվում, թե չէ ես նույնպես զանգահարելու էի։ Էրնեստոն մեկն էր հայերից ու հայերի բարեկամներից, որոնք այս օրերին նամակներով հեղեղել են թուրք-ադրբեջանական զույգին վճարովի ծառայություններ տրամադրող ամերիկյան ընկերությունների հասցեները։ Տեղի տալով ճնշմանը Geico Skytyper-ը ի վերջո հրապարակային ներողություն խնդրեց համայնքից։ Երբ շաբաթներ առաջ հայաշատ Բոստոնում, Չիկագոյում, Նյու Յորքում եւ անգամ Լոս Անջելեսում հայտնվեցին մերժողական վահանակները, իսկ օդում երևացին մերժողական տեքստերով սավառնակները, հայ համայնքը հակահարձակման անցավ։ Հայդատի գրասենյակի եւ Ամերիկայի հայկական համագումարի նախաձեռնությամբ հազարավոր նամակներն ու զանգերը ընկերություններին բավական արդյունավետ դուրս եկան։ Լոբիստ Արթուր Մարտիրոսյանը պատասխանատու էր Նյու Յորքի տարածաշրջանում թուրքական մեքենայությունները չեզոքացնելու համար։ Հաջողվեց մեր համայնքի եւ Հայդատի լոկալ կառույցների հանձնախմբերի միջոցով, որ Բոստոնում եւ Չիկագոյում այդ բիլբորդերը հանվեցին։ Իսկ ինչ վերաբերում է Նյու Յորքին, այստեղ ընդամենը 2 փողոց այն կողմ 42 սթրիթի վրա կան նման բիլբորդներ, դրանք շարունակում են մնալ եւ մենք մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որ համայնքը նամակներ գրի, կապ հաստատի, զանգի եւ կարողանա այդ ժխտողական վահանակները դուրս բերել։ Եվ Նյու Յորքից եւ Նյու Ջերսիից եւ որևէ այլ տեղից, որտեղ դա կան, ինչպես նաեւ երկնքից։ Այսինքն մենք արդեն հասկանում ենք, որ ապրիլ 24-ը կարծես թե անցել է, միգուցե իրենք հանեն, բայց սա շատ կարեւոր պրևենտիվ միջոց է, որ մյուս տարի նման համակցակցություն չունենան։ Անցնող օրերին Ֆիլադելֆիայի, Չիկագոյի թերթերում, Wall Street Journal-ում փողով մերժողական բնույթի ամբողջ էջեր գնեց Անկարան։ Նրանց դեմ խիստ հայտարարություններ ու հոդվածներ եղան։ Առավել զարմանալի էր, որ թուրքերին էջեր տրամադրել New York Times-ը, որի խմբագրակազմը ավանդաբար մոտ է հայ համայնքի հետ, մասնավորապես Մեծ Եղեռնի լուսաբանման հարցում։ Այդ New York Times-ը, որը այդպես ամեն անգամ լուսաբանում է եւ անգամ 300 հոդված ա գրել 15, 16, 17 թվականներին ցեղասպանության մասին, չէ, եւ այդպեսի մեծ դերակատարում ունի իրազեկելու համար այն ժամանակ դեռ եւ հիմա շարունակում է, միևնույնն է ինքը իրավունք չունի շահույթ հետապնդել ցեղասպանության ժխտումից։ Դա անբարոյականություն է։ Բոլորը դա պետքա հասկանան։ Հայկական ճնշմամբ մերժողականների հետ պայմանագրերը դադարեցրել են 3, բայց շարունակում են աշխատել 2 ընկերություն՝ Նյու Յորքյան Լամարը եւ Վաշինգտոնյան Outfront-ը։ Հայ լոբիստները դիմում են ամերիկահայերին զանգերով կամ նամակներով ուժեղացնելու ճնշումը վերջիններիս նկատմամբ, որպեսզի նրանք նույնպես հրաժարվեն արյունոտ թուրքական փողերից։ Հայկարամ Նահապետյան, Առաջին ալիք, Նյու Յորք, Վաշինգտոն։